Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ։ Թեհրանում և Երևանում ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի շուրջ, որն ըստ պաշտոնական Երևանի և Թեհրանի երկկողմ գործակցությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա կդնի։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Մեր ցանկությունն ու կամքն է, որպեսզի ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ լուրջ և վճռական աշխատանք իրականացվի։ Տեքստի վրա աշխատում ենք և հուսով ենք շուտով այն կավարտենք։ Իրանը մեծ սիրով կողջունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը։ Այն նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում գործակցության համար։ Դեսպանը հիշեցրեց, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի կարևորությունը վերահաստատվել է նաև անցած շաբաթ Իրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքիանի հանդիպման ընթացքում։ Թեհրանը հույս ունի, որ փաստաթուղթը կստորագրվի վարչապետի առաջիկա այցի ընթացքում։ Քննարկման առանցքային թեմաներից մեկն էլ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններն էին։ Մասնավորապես դեսպանն անդրադարձավ TRIP նախագծին, նշելով, որ Իրանի հիմնական մտահոգությունը կապված է Միացյալ Նահանգների հնարավոր ներկայության հետ։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն միաժամանակ պետք է արձագանք տրվի Իրանի անվտանգության հետ կապված մտահոգություններին։ Դեսպանի խոսքով հայ-իրանական օրակարգում պետք է տեղ գտնեն նաև նախագծից բխող հնարավոր ռիսկերի կառավարումն ու տարածաշրջանային անվտանգության պահպանման մեխանիզմները։ Խոսելով էներգետիկ գործակցությունից, Իրանի դեսպանը նշեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս երկիրը վերածել տարածաշրջանային էներգետիկ տարանցման կարևոր հանգույցի, միավորելով Իրանի և Ռուսաստանի ներուժը։ Նրա խոսքով քննարկվում են նոր ծրագրեր գազի, էլեկտրաէներգիայի փոխանակման, նավթամթերքի և տարանցման ուղղություններով։ Եթե երկու կողմերը անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեն, Հայաստանը կարող է լրիվ նոր դիրքում հայտնվել էներգակիրների տրանզիտի և իր էներգետիկ ներուժի զարգացման տեսանկյունից։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար, նշելով, որ դա ևս մեկ անգամ ընդգծել է երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունները։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու բանակցային գործընթացի հեռանկարները ևս ասուլիսի առանցքային թեմաներից էին։ Դեսպանի խոսքով Թեհրանը շարունակում է աջակցել դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծմանը, սակայն մտահոգված է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից դեռ շատ կարճ ժամանակ է անցել, սակայն այս ընթացքում արդեն ականատես ենք եղել մի շարք խախտումների։ Այդ պատճառով Իրանի մտահոգությունները լիովին տրամաբանական են, և մենք ակնկալում ենք, որ այդ մտահոգություններին կտրվի հստակ պատասխան։ Իրանը շարունակում է նախապատվությունը տալ դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը, սակայն անվտանգային հարցերում չի կարող անտեսել առկա ռիսկերը։ Դեսպանն ընդգծեց, որ լարվածության ցանկացած աճ կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Իրանի դեսպանն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի և Իրանի քաղաքացիների միջև առաջացած տնտեսական վեճին, նշելով, որ Իրանի դեսպանությունը փորձել է միջնորդի դեր ստանձնել և կողմերին բերել փոխադարձ համաձայնության։ Երկու կողմերի միջև եղել են տնտեսական տարաձայնություններ, և դեսպանությունն անցկացրել է հանդիպումներ, փորձելով գտնել բոլորի համար ընդունելի լուծում։ Մինչև վերջերս անձամբ կապի մեջ եմ եղել կողմերի հետ, սակայն այժմ գործն արդեն գտնվում է իրավական հարթությունում։ Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ չի ցանկանում մեկնաբանել քրեական գործի մանրամասները, վստահություն հայտնելով, որ դատարանը որոշում կկայացնի ներկայացված փաստերի և ապացույցների հիման վրա։ Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների հաղորդմամբ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Ինքը Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանները այն համարում են անհիմն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։